Այսօր երեկոյան ժամերգության ընթացքում Մայր տաճարում տեղի ունեցավ ընծայման արարողություն։ Այն նախորդում է վաղը սպասվելիք սարկավագական ձեռնադրությանը, որին ներկայացվել են 40 դպիր Գևորգյան հոգևոր ճեմարանից, Քահանայից լսարանից եւ Սյունյաց թեմից։ Նրանք այսօր ստացան կիսասարկավագության աստիճան, իսկ ճեմարանի 2-րդ եւ 4-րդ լսարանի սաները դպրության։ Հանդիսակատարը Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, խարտավիլակը, այսինքն ձեռնադրվողներին ներկայացնող միջնորդ հոգևորականը Հայր Դերենիկը։ Մեր եկեղեցում դպրական եւ սարկավագական ձեռնադրությունները Ստեփանոս նախավկայի տոնին են կատարվում։ Առաջին սարկավագներին առաքյալներն են ձեռնադրել։ Սուրբ Ստեփանոսն ընդհանրական եկեղեցու ամենասիրված սրբերից է, առաջին մարդը, ով գիտակցաբար նահատակվեց հանուն Հիսուսի։ Դպիրը դռնապանի, ընթերցողի, ջահագրի ծառայություն է կատարում։ Արարողության ժամանակ խորհրդակատար հոգևորականը, որպես երկրային կյանքի գայթակղություններից հրաժարումի եւ անարատ վարքով եկեղեցուն նվիրվելու նշան, խաչաձև մկրատում է դպիրների մազերը։ Սարկավագությունն առաքելական եկեղեցու նվիրապետության առաջին աստիճանն է։ Սարկավագ նշանակում է ծառա, սպասավոր։ Առաքյալների ժամանակներում սարկավագները ծառայում էին կարիքավորներին եւ տնօրինում համայնքի տնտեսական հարցերը։ Այժմ նրանք քահանայի օգնականներն են ժամերգությունների ու տարբեր խորհրդակատարությունների ժամանակ։ Արարողության վերջում Հովակիմ սրբազանը պահպանիչ աղոթք ասաց, շնորհավորեց ընծայյալներին եւ նոր ձեռնադրված դպիրներին, մաղթեց սեր ու նվիրում ունենալ հայ առաքելական եկեղեցում սպասավորության տարիներին։ Այսօր երեկոյան կատարվեց նաև Սուրբ Ստեփանոսի նախատոնակը, որի ընթացքում սրբի մասունքները դուրս բերվեցին ի խոնարհումն հավատացյալների։ Սպասված օր էր եւ բազում երկար տարիներ շուրջ սպասել ենք այս օրը, որտեղ կոնկրետ ես եկեղեցում ծառայում եմ արդեն երկար տարիներ եւ տեսակ խոսալ այսօր ինձ համար ծանր է, որովհետև զգացողությունները անբացատրելի են։ Միակ բանը, որ այս պահին զգում եմ, մեծ ուրախությունը եւ նաեւ զգում եմ մեծ պատասխանատվություն եւ աղոթում եմ, որպեսզի Սուրբ Ստեփանոսի առաջին նախավկայի բարեխոսությամբ կարողանամ կրել այն պատասխանատվությունը, այն քաղցր բեռը եւ լուծը, որ վաղը պիտի ստանձնեմ։ Հուզված եմ, բայց նաեւ ուրախ եմ, որ Աստծո նախախնամությամբ կարողացել եմ հասնել մի աստիճանի, որը ծառայությունն է իմ եկեղեցու սուրբ սեղանին, ծառայություն է հավատացյալներին եւ ծառայություն է նաեւ Աստծուն։ Ներկաները հրավիրվեցին վաղը Սուրբ Ստեփանոսի տոնի պատարագի ընթացքում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ներկա լինելու նաեւ սարկավագների ձեռնադրության արարողությանը։ Ի դեպ, սա վերջին տարիների ամենամեծաթիվ սարկավագական ձեռնադրությունն է լինելու։ Կարինե Հարությունյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։